փաստորեն 2 եւ ավել տասնամյակած շատ գործեր դեռ մնում են անել։ Ավանդույթ դարձած ամեն տարի գիտեք որ մենք գնում ենք հուշարձանի մոտ եւ գոնարվում ենք մեր զոհերի անմեղ զոհերի շրջակի առջեւ։ Բնական է անցել 27 տարի, բայց այս այնպեսի ողբերգություն է, որ երբեք մեր սերունդները նույնպես չպետք է մոռանան։ Իսկ ինչ է արվել եւ ինչ է արվելու, ուսն ասած անելու ենք, շատ բան է արվել։ Կառուցվել է 22400 բնակարաններ, շենքեր, քաղաքը տեսքի է եկել, շարունակվում է նաեւ նորից ծրագրերի իրականացում։ Այսօր պատահական չէ, որ 23 միլիոն եվրո գումար տրվեց ենթակառույցների հետ կապված։ Դա փողոցներ են, դա արտաքին լուսավորություն է։ Վաղը ասիական բանկի հետ հանդիպում է, երևի հիպոթեկային վարկի հետ կապված նույնպես լավ ծրագիր կարող է իրականացնել, որտեղ արդեն իսկ որոշ պայմանավորվածություններ կա։ Ու անում ենք ամեն ինչ հնարավորություն կա եւ կառավարությունը եւ հանրապետության նախագահան օգնում են, գիտեք որ հանձնարարեց, որպեսզի այդ վարկը անպայման ձևակերպվի եւ ծրագրերի իրականացման գրասենյակով կարողանանք իրացնել։ Պարոն Պալասանյան, Շիրակի մարզում հանրաքվեի այոյի ցածր ցուցանիշը համեմատաբար մյուս մարզերի հետ կարող է որևէ հետևանք ունենա Գյումրիի համար։ Ոչ մի դեպքում ինձ այս հարցը տվեցին եւ դեկտեմբերի 5-ին ես ուղղակի չպատասխանեցի, հիմա պատասխանեմ, քանի որ հանրաքվեն անցել է սովորական աշխատանքային գրաֆիկով նախագահի մոտ ընդունելություն է որպես երկրորդ քաղաքի քաղաքապետ։ Դες որ որևէ խնդիր չի կարող լինել եւ ասեմ որ ցածր կամ բարձր ցուցանիշը դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Չնեղվեցին որ Գյումրիում ոչն է հաղթանակել կառավարության ասած ոչ է նեղվեցի, ես երեք նույնիսկ ասեցի, երբ որ քվեարկում էր, որ գնացեք հարգելի գյումրեցիներ, ակտիվ մասնակցություն ունեցեք եւ իրենք ունեցան, ասեմ, նմանատիպ ակտիվ մասնակցություն 41000-ից ավել մասնակցություն, ճիշտ ասած, քաղաքապետի ընտրության ժամանակ էր եղել, որ գիտեք որ 79 ավագանիներ կային։ Ինքնաբուխ բնակչությունը գնաց եւ ասենք ինչու՞ չէ, ոչ ասեց իր կարծիքն է։ Հիմա այդպեսին է եւ մենք որևէ ասենք խնդիր չունենք դրա հետ կապված, որովհետեւ դա բոլորիս հետ կապված ամեն մարդ ունի իր քվեն եւ իր փակ գաղտնի քվեարկությամբ իր քվեարկությունը կատարել։ Ինչ կան նեղվել օրինակ։ Չէ, ես նկատում ունեի կառավարության ղեկավարը չնեղվեց, որ այդպես է եղել։ Ոչ մի դեպք։ Նույնիսկ այդ մասին խոսակցություն չեղավ։ Պարոն Բալասանյան, մեր Գյումրին ոնց որ Դանայան տակառը լինի 88-ից հետո։ Այսինքն ներդրումներ լինում են, մեծ թվերից են միշտ խոսում, մեծ թվեր ներդրումներ ոչ թե խոսում են, նաև մեծ թվերով ներդրումներ լինում են, սակայն քաղաքը միշտ մնում է, կարծես միշտ մնում է աղետյալի կարգավիճակում, եւ աղետի գոտուց զարգացման գոտի անցումը ոնց որ թե հոգեբանորեն չի ստացվում, փորձում են անընդհատ հոգեբանություն։ Այդպիսի բան չի ասի։ Ես ազգային ժողովում երկար տարիներ աշխատել եմ, միշտ ծրագրեր են եղել եւ Գյումրին կառուցվել է։ Այսօր պետք է հիշենք Հանսման, Լինս, պետք է հիշենք նաև 250 միլիոն դոլարներ տրումը բնակարանաշինության հետ կապված, որը հանրապետության նախագահի հենց նախաձեռնությամբ էր, երբ որ ինքը վարչապետ էր, ես միշտ ասել եմ, շատ շնորհակալ եմ դրա համար։ Ես ասում եմ, որ 22400 բնակարան է կառուցվել, որ վերցնում ես այդքան բնակարան են կորցրել երևի թե մենք։ Ինչու պետք է բոլորը չունենան բնակարան։ Դու կամ պատճառներ տարբեր տեսակի, բայց ամենայն դեպս հիմա ով ունի անօտևանության, այսինքն 1414 բնակիչները, որոնք ունեն, սրանց հետ կապված մենք նույնպես ծրագիր ենք անելու։ Ես կխոսեմ բնականաբար անպայման, այս հարցը առաջ է քաշվել, մեկնարկվել է Գյումրին առանձնանալների ծրագիրը։ Հիմա նաև աշխատատեղեր ենք ստեղծելու։ Գիտեք, մեր հայրենակիցը եկել է Սրմաքեշը, այստեղ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարում Գյումրի քաղաքում աշխատատեղեր ստեղծելու համար։ Կան ծրագրեր, արդեն ուսումնական կենտրոն է ստեղծում թեթև արդյունաբերության հետ կապված։ Սնունդ արդյունաբերության ոլորտում կարտոֆիլի վերամշակման երևի թե կունենանք շատ մեծ ձեռնարկություն, որը շատ կարևոր է Գյումրի քաղաքի համար։ 16 թվականին կբացենք գարու վերամշակման նաև ածիկի արտադրություն, որը նույնպես 25000 տոննա գարու վերարտադրություն է։ Եվ այսպես շարունակական, այսինքն միանգամից հնարավոր չէ որ մենք կարողանանք, չգիտեմ, օրինակ բերեմ։ Հիմա նոր տարվա կահավորանքների հետ կապված։ Առաջի տարին մի փոքր կարողացանք անել, երկրորդ տարին ավելի։ Այս տարի բոլոր մագիստրալ փողոցներում փորձեցինք անել։
Սա այսինքն կամաց պետք է մենք կարողանանք հասնել մեր նպատակին։ Դրա համար անհրաժեշտ է աշխատանք եւ նաեւ հասարակության նաեւ ակտիվ մասնակցություն այս ծրագրերը իրականացնելու համար, որտեղ ամեն մարդ իրեն բնակարանը ինքը պետք է կարողանա նաեւ կառուցել։ Պարոն Բալասանյան, իսկ ինչ կարծիքի եք համահայկական